Այսօր մարդիկ երբ որ գնում են որևէ տեղ աշխատում, անգամ բանվորը սովետական միությունից այդ ախտը մեր մեջ մինչև այսօր կա, եթե այն ժամանակ սովետական մեծ այդ միությունից են գողանում, ուկրաինացու, տաջիկի, ուզբեկի բաժինի ստանում ենք, չէ՞, հիմա մենք մեզանից ենք գողանում։ Բանվորը գործի է գնում, ինքը մտածում է տուն գնալուց, ինչ հետո պիտի տանի։ Երբ որ այս միջազգային դպրոցը նոր բացվել էր, մի մարդ 4 օր հետո բանը գործից դուրս եկավ, հանդիպեցի, ասի, բա ինչու ես գործից դուրս եկել, ասեց 30 տարի ես հետս տուն բան եմ, այստեղից հնարավոր չի ինչ որ բան տանել, ստուգում են, այս աշխատելու տեղ չի։ Այսինքն ասես մարդը ասում է, գողություն չեմ կարող անել։ Խաբել պետք չէ, որ քեզ վստահել են, իրավունք չունես խաբել։ Եթե պետք է 3 դույլ ավազին 1 դույլ ցեմենտ խառնես, կեսը մի խառնիր, ամբողջությամբ խառն, որտեվ քարացի պաշուկա տունը քանդվի, հարյուրավոր մարդիկ մեռնեն։ Երբ որ քեզ ասել են ճաշի տակը լավ կխառնես, որ չկպնի, պետք չունես որ վառես քո ծուլության պատճառով կամ հակառակության պատճառով։ Այս փողոցը մաքրող եթե մեր ծնողներ լինեն, մենք ո՞նց կանեինք։ Անցնում են տղամարդիկ քցում են ծխախոտը, մինչև այսօր պատուաններից իրենց երեխաներին էլ վատ օրինակ են ծառայում։ Վերջի շրջանում տեսեմ կանայքել են պատուանից թափում արդեն աղբը մեքենայի։ Կինը, որ ինքը գիտի մաքրության արժեքը ինչ բան է, չէ՞, ինքը թափում է, այսինքն դու ուրիշի աշխատանքը չես գնահատում։ Դրա համար ասում եմ հանկարծ չգողանաք, չշորթեք, այլ կատարյալ հավատարմությամբ եւ բարությամբ ծառայեք։ Կատարյալ հավատարմությամբ, որովհետեւ եթե դու այս փոքրի մեջ հավատարիմ լինես, Տերն ասում է քեզ ավելին կտա։ Դրա համար ասում է ով որ ինչ որ ունի, երբ կարծում է ունի, կվերցնեմ, կտամ նրան, ով ավելին ունի։ Նպատակը ո՞րն է, ասում է, որպեսզի մեր փրկիչ Աստծո վարդապետությունը ամեն ինչում զարդարեն։ Ուրեմն Աստծո խոսքը նաև զարդարվում է մեր գործերից, սիրելիներ։